Վերադարձանք տաղավար ու առողջության մասին փոքր տեսանյութով չենք բավարարվելու, մենք անպայման պետք է այս ամենի մասով մեծ անդրադարձ ունենանք ու հատկապես եթե մարտի 17-ից Սիրելիներս առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի եւ այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շրջահամաճարակաբանական հետազոտությունները եւ այս ամենի մասին ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերին ներկայացնեմ Սիրով Զարուհի Գրիգորյան, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ եւ Սվետլանա Գրիգորյան, նույն կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, բարև ձեզ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել եւ առաջարկում եմ հասկանանք թե ինչ է սա, ինչի համար է սա մեզ պետք, ավելի մանրամասն փորձենք մեր հայրենակիցներին փոխանցել այս տեղեկությունները, որովհետեւ նրանք էլ իրազեկված լինեն։ Բարի լույս, Սիրով այսօրվանից մարտի 17-ից ամբողջ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մեկնարկում է կառավարելի եւ այլ արդի վարակիչ հիվանդությունների նկատմամբ պոպուլյացիոն իմունիտետի գնահատման հետազոտությունը, որի նպատակն է հասկանալ, թե արդյոք բնակչությունը եւ որքանով է բնակչությունը պաշտպանված կամ ունի իմունիտետ մի շարք վարակիչ հիվանդությունների նկատմամբ, որոնցից են օրինակ կարմրուկը, կարմրախտը, դիֆտերիան, վիրուսային հեպատիտներ, համաճարակային պարոտիտը։ Որքան ժամանակ մեկ է նման միջոցառում իրականացվում եւ սա արդյոք առաջին անգամն է թե ոչ։ Նշված հիվանդությունների նկատմամբ իմունիտետի գնահատումը առաջին անգամ է, նախկինում եղել են այլ թիրախներով նմանատիպ հետազոտություններ, սկսած 2020-21 թվականներին։ Ինչ է սա տալու ընդհանուր առողջապահության ոլորտին եւ վերահսկմանը։ Նշեմ, որ հետազոտությանը ենթակա են մասնակցության 1 տարեկան լրացած եւ բարձր տարիքի անձինք բոլոր մարզերից, Հայաստանի եւ Երևան քաղաքից, ընդհանուր 7000 հոգի է նախատեսում ներգրավել հետազոտության մեջ եւ բոլոր եւ վերլուծությունը ըստ տարածաշրջանային եւ սեռա տարիքային բաշխվածության, այդ իմունիտետի արկայության կամ չլինելու վերաբերյալ կօգնի հասկանալ այն խմբերը, որոնց շրջանում անհրաժեշտ են իրականացնել թիրախային կանխարգելիչ աշխատանքներ, որպեսզի նրանք եւս պաշտպանված լինեն նշված հիվանդություններից։ 7000-ը մինիմալ երևի թե շեմն է։ Ընդհանուր մաքսիմալ, այսինքն 7002 հոգի նախատեսված է ներգրավել հետազոտության մեջ, համապատասխան հաշվարկ է իրականացված, թե որ մարզերից, որ խմբերում քանի հոգի պետք է ներգրավի, որպեսզի արդյունքը լինի ներկայացուցչական եւ հնարավոր լինի տարածել ամբողջ Հայաստանի բնակչության, վերագրել բնակչությանը։ Սա իհարկե կամավոր հետազոտությունն է եւ պետք է պարզապես ներգրավել հանրությանը, Եվ կարևոր ասենք, որ նաեւ անվճար։ Այո, նրանց ողջևորել, որ սա անհրաժեշտություն է եւ ցանկության դեպքում կարող եք անվճար հետազոտվել, իմանալու համար նախ ձեզ համար ունեք արդյոք նշված վիրուսների հանդեպ իմուն համակարգ, թե ոչ եւ ինչ կարելի է անել։ Ինչ կարելի է անելի մասին խոսենք։ Նախ պատվաստումներն են, քանի որ խոսում ենք մեծամասամբ կառավարելի վարակիչ հիվանդությունների մասին, իսկ իրենք Հայաստանում կառավարվում են պատվաստումների շնորհիվ, հետևաբար իմանալով այն բնակչության խմբերը, ովքեր չունեն այդ պաշտպանվածությունը, միանշանակ կանխարգելիչ պատվաստումների միջոցով է հնարավոր լինելու իրենց պաշտպանել։ Գործիք առողջապահության համակարգի, առողջապահության նախարարության դա կանխարգելիչ պատվաստումներն են։ Բայց ինչ ճանապարհով ենք այս ամենն անելու, այսինքն ինչ պետք է հանձնենք, ինչ հետազոտություններ են անելու մարդկանց հետ։ Նախ մի քիչ մանրամասնենք ինչ է շրջահամաճարակաբանական հետազոտությունը, դա բնակչության անընկալունակության մակարդակի որոշումն է, որը կարող է լինել ինչպես հետպատվաստումային անընկալունակություն, այնպես էլ հետվարակային։ Եվ դրա համար բնակչության այդ ընտրանքից վերցվելու է արյան նմուշ եւ այդ արյան նմուշում որոշվելու են հակամարմինների մակարդակը նշված վարակիչ հիվանդությունների նկատմամբ, ինչպես նշվեց կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, համաճարակային պարոտիտի, իհարկե նաեւ հեպատիտների։ Եվ ինչի համար է սա իրականացվում, որովհետեւ տեսեք, ունենք պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշ, որը մեզ տալիս է պատկերացում, թե նպատակային բնակչության որ մասն է պատվաստված եւ այս առումով ունենք բավական լավ ցուցանիշներ, սակայն այդ կոլեկտիվ անընկալունակության վրա ազդում են տարբեր գործոններ, նշված օրինակ բնակչության տեղաշարժը, որը ունենք ներկայում ակտիվ բնակչության տեղաշարժ, տվյալ անձի անհատական
իմուն համակարգի առանձնահատկությունները եւ դրանից ելնելով կարող է իմունիտետի տարբեր մակարդակներ ձևավորվել եւ այս հետազոտությունը հնարավորություն է տալի որոշելու առնվազն հումորալ իմունիտետի լարվածությունը մակարդակը այդ նշված բնակչության շրջանում եւ իրականացված ընտրանքի շնորհիվ հնարավորություն կտա այս հետազոտության տվյալները տարածել նաեւ ամբողջ Հայաստանի համար Այս ամենը մենք անում ենք որպեսզի հասկանանք արդյոք ունենք պաշտպանություն այդ հիվանդությունների դեմ, բայց մինչ այդ, երբ որ մենք պատվաստել ենք կամ չգիտեմ այդ ուղղությամբ ինչ-որ գործողություններ ենք արել, մի քիչ սուր հարց եմ ուզում տալ, ոչինչ չէ։ Չունենք մենք չենք ունեցել ոչ մի տվյալներ, թե մեր բնակչության որ մասն է արդյոք պատվաստվել կամ պաշտպանվել։ Իհարկե։ Տեսեք, բնակչության շրջանում պատվաստումների ցուցանիշները բարբերաբար դրա շարունակական գործընթացը հետազոտելը, գնահատելը եւ վերլուծելը եւ դրանից ելնելով նաեւ թիրախային միջոցառումների իրականացումը, որ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները լավ են ու բավարար են, դրա մասին խոսում է մեր համաճարակային իրավիճակը, այսինքն Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով ունենք բարենպաստ համաճարակային իրավիճակ։ Վերջին անգամ դիֆթերիայի դեպքը Հանրապետությունում գրանցվել է 2000 թվականին, պոլիոմիելիտի վերջին դեպքը գրանցվել է 1995 թվականին եւ 2002 թվականից սկսած Հայաստանը իթևս եվրոպական տարածաշրջանի այլ երկրների ներառվել է պոլիոմիելիտից ազատ երկրների ցանկում։ Մինչև 2023 թվականը Հայաստանը համարվում էր կարմրուկից եւ կարմրախտից էլիմինացված, այսինքն տեղական դեպքերի բացակայության երկիր։ Բայց 2023 թվականին այո ցավոք սրտի բերովի դեպքով պայմանավորված ունեցանք կարմրուկի բռնկում։ Այսինքն մեր համաճարակային իրավիճակն է հենց ցուցանիշը, որ մենք ունենք բավական բարձր պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշ։ Այս հետազոտությունը մի քիչ այլ տեսանկյունից է գնահատում այս կոլեկտիվ իմունիտետի գաղափարը, հաշվի առնելով տարբեր գործոններ, ոչ միայն պատվաստումներում ընդգրկվածության հետ պատվաստումային իմունիտետը, այլ նաև հետվարակային իմունիտետը։ Դրա համար անհրաժեշտ է նաև այս տեսանկյունից հետազոտել, որպեսզի մեր միջոցառումները կանխարգելիչ ավելի թիրախային լինեն։ Մենք իհարկե խոսեցինք վարակների բավականին լայն սպեկտրի մասին, տարբեր վարակների մասին, բայց հատկապես գարնանը եւ աշնանը միշտ մեզ մոտ ակտիվանում են, սրվում են սուր շնչառական վարակները, որը որ կարծես դրա ցուցանիշը չի փոփոխվում։ Այս հետազոտությունները նպաստելու են դրան, թե այն ինչ որ գարնանը եւ աշնանը կատարվում է մեր իմունիտետի հետ, դա բնական է եւ պետք է այսպես թե այնպես այդ ցիկլը շարունակական լինի։ Այս հետազոտության մեջ իհարկե սուր շնչառական վարակների նկատմամբ անկալունակության հետազոտությունը ներառված չէ, բայց ունենք COVID-ը, որը նույնպես սուր շնչառական վարակներին է դասում եւ բարբերաբար ունենում ենք համաճարակային իրավիճակի ակտիվացում, այս առումով էլ կտեսնենք, թե բնակչությունը ինչպիսի պաշտպանվածություն ունի COVID-ից, իսկ մյուս սուր շնչառականները ներառված չեն, դրանք կարող է հետագայում այլ արդի վարակիչ հիվանդությունների շարքում նաեւ ներառվել։ Մենք արդյոք պատվաստումների մասին խոսենք, բայց մենք ինչ էի ուզում ասել։ Ես հենց նույնն եմ ուզում ասել, որովհետև մենք կարծես թե նշмарվում է, որ հետագայում եւս հանդիպելու ենք, որովհետև այս հետազոտությունները միայն նախնական առաջնային փուլն են ընդհանուր գործընթացի եւ որը որ շարունակվում է ենթադրաբար այդ պատվաստումներով։ Բայց նաև իրականում այո, պատվաստումների մասն էլ խոսենք, առասարակ ձեր նշած այդ արդյունքներից դատում եմ, որ մենք կարծես թե պատվաստման նկատմամբ շատ ակտիվ ենք ու շատ դրական է։ Արդյոք դա այդպես է թե ոչ իրականում։ Իհարկե կարող եմ նշել, որ հատկապես վերջին տարիների ընթացքում ունենք ցուցանիշների բարելավման միտումներ, 1 տարեկան երեխաների շրջանում ընդգրկվածության ցուցանիշները պատվաստումների, եթե համեմատենք 23 թվականի հետ, 24-ին արդեն մոտ 2%-ով բարելավում ունենք, սակայն այս ձեռքբերումները չեն հանգստացնում, քանի որ այն պահից, երբ որ պատվաստումները չսկսեցին իրականացվել, ունենալու ենք հիվանդությունների հետ վերադարձ։ Օրինակ, այնպիսի հիվանդություններ, ոնց որ նշեցի, դիֆթերիան, կարմրուկը, փայտացումը կամ այլ կառավարելի վարակիչ հիվանդություններ, որոնց մասին հիմա չենք էլ հիշում եւ նույնիսկ բժիշկները չեն հիշում, քանի որ տասնամյակներ շարունակ հանրապետությունում չի գրանցվում։ Սակայն այդ հարուցիչները մեր շրջապատում կան, այսինքն բնության մեր շրջանառում են եւ այն պահին, երբ որ բնակչության շրջանում ունեցանք ընկալ օրգանիզմների բավարար շերտ, ապա հիվանդությունների հետ վերադարձ կունենանք։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ նախաձեռնության համար եւ լուսաբանելու համար։ Մենք էլ մեր
աշխատողներին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այսօրվանից կարող եք այցելել բուժ հաստատություններ, որ գրանցված եք եւ հետազոտությունները անցնել անվճար նախ ձեզ համար բարձելու եւ հետո օգնելու, որպեսզի առողջապահության նախարարությունը կարողանա կազմի հետազոտությունների ամբողջական պատկեր։ Խոսքը ոչ միայն Երևանի մասին, այլ նաեւ բոլոր մարզերի։ Շատ շնորհակալություն ձեր արած աշխատանքի համար ու նաեւ կարևոր ինֆորմացիա տեղեկությունների շուրջ միասին զրուցել եւ մեր հանրությանը իրազեկելու համար։ Շնորհակալություն, ձեզ լավ օրենք մաղթում, իսկ մենք շարունակում ենք եւ շարունակում ենք երաժշտությամբ։